Ցեղասպանության ուղիղ շարունակությունն է։ Կառավարությունից նշում են, որ ցեղասպանությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, ամեն դեպքում ինչ փուլում է եւ ըստ ձեզ ինչպեսին է մեր արտաքին քաղաքականության դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ։ Կառավարությունները փոխվում են։ Ցեղասպանությունը մնալու է, կրկնում եմ, դա ոչ միայն քաղաքականություն է, դա ավելի բարձր է, քան քաղաքականություն, դա ազգային առաքելություն է, դա մեր ինքնաճանաչման, ինքնահաստատման միջոց է, որը չի կարող դուրս գալ ազգային օրակարգից։ Կառավարությունը կարող է սխալվել եւ այս պահին իմ կարծիքով սխալվում է։ Պարոն Խուսբելյան, մենք տեսանք, որ դուք եկել եք ձեր թոռան հետ, ինչպես եք բացատրում, ուր եք բերել, ինչ է ցեղասպանությունը։ Բացատրելը քիչ է, կարևորը գալ, լինել, կարևորը հոգնել այս ճանապարհին։ Սա օգտագնացություն է։ Օգտագնացությունը բացատրել չի կարելի։ Օգտագնացությունը դա ոտքերի եւ մեջքի ցավն է, դա այն հուզմունքն է, դա արցունքներն են, որ ինքը պետք է զգա։ Ես թոռանս բերում եմ եւ մինչեւ այդ երեխաներիս եմ բերում եւ շարունակում եմ գալ ամեն տարի, որովհետեւ այստեղ գալով մենք մնում ենք հայ։ Հայը նա է, ով հասկանում է ցավը։ Ես ինձ հայ զգացի ոչ թե ծնվելուց, այլ օրինակ ես անձամբ 88 թվականի փետրվարի 26-27-ի Սումգայիթի ջարդերի օրը հասկացա ինչ է նշանակել հայ։ Հասկացա, երբ մարդկանց սպանում էին միայն որովհետև նրանք էլ էին հայ։ Այսինքն մնալ հայ դա չի նշանակում զոհ լինել, դա նշանակում է չմոռանալ դա։ Պարոն Խզմայելյան, Նիկոլ Փաշինյանի ուղերձներում ապրիլ 24-յան տարբեր տարիների բազմաթիվ հակասություններ կան։ Եթե մի քանի տարի առաջ այլ բաներ շեշտում, հիմա լրիվ շեշտադրումը փոխվել է, սա ինչպես եք մեկնաբանում։ Օրինակ նա 20 թվականի ուղերձում ասում էր, որ Թուրքիան ներողություն չի զղջում, 21-ին ասում էր Թուրքիան վերադարձել է տարածաշրջան ցեղասպանություն անելու համար, այս վերջին տարիներին լրիվ այլ բան է պնդում։ Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր տեսակետը, դա չի փոխում ազգային ոչ տեսակետը, ոչ աշխարհընկալումը։ Ցեղասպանությունը դա մեր աշխարհընկալման, չեմ ասի հիմքն է, բայց կարևորագույն մասն է։ Եթե դա չի հասկանում Նիկոլ Փաշինյանը, դա իր անձնական խնդիրն է։ Մենք կմոռանանք մեկ տարի կամ մի քանի տարի անց ով ինչ է ասել։ Սա մենք չենք մոռանա, մենք հայ ենք այնքանով, որքանով հիշում ենք։ Մարդը ընդհանրապես տարբերում է կենդանիներից նրանով, որ փոխանցում է սերունդ գիտելիքները եւ ցավը, դա կոչվում է պատմություն եւ բարոյականություն։ Մարդը կենթանուց նաև տարբերվում է իր հիշողությամբ, պարոն Խզմայելյան։ Ես հենց նոր դա ասացի։ Հիմա նախ Նիկոլ Փաշինյանը ինչով է տարբերվում է ձեր ասած այդ կենթանիներից, իր ասածների մասով հայտարարությունների, որտեղ ինքը ինչ արժեք է թողնում, օրինակ։ Ես Նիկոլ Փաշինյանի մասին ապրիլի 24-ին խոսելու համար չեմ եկել այստեղ, պես որ ես համար չեք ուզում խոսել։ Նաև Սուրբ օրը ես որևէ այլ օր չեմ թաքցնում այն ինչ մտածում եմ ո մասին, բայց այսօր սքո օր է եւ մենք պետք է հասկանանք ինչ ենք մենք բերել այստեղ եւ ինչով ենք մենք այստեղից դուրս գալիս։ Մեր պահանջատիրությունը, որ պետք է առաջ տանենք, օրվա իշխանությունը պետք է առաջ տանի եւ այդ իշխանության ղեկին լավ թե վատ Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար մենք իր մասին հարց է տալիս։ Եթե մենք զգում ենք, որ մեր պահանջատիրությունը եւ ազգային արժանապատվությունը եւ ազգային շահը չի արտացոլվում կառավարության գործունեության մեջ, պետք է փոխել կառավարությունը։ Որոշ հարցերում իհարկե ոչ։ Դուք ընդհանուր աջակցում եք Փաշինյանին իր գաղափարները, թե ցեղասպանության մասով, թե Արցախի մասով։ Ոչ, ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին այն հարցով, որը բերեց Հայաստանի ազգային ժողով եվրոինտեգրման օրենք։ Դրանից հետո Մյուս հարցերով դեմ եք, օրինակ Արցախի հանձնման մասում իր այդ համերաշխ եք, թե դեմ եք, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին, ճանաչեց Ադրբեջանին։ Դուք մակերեսորեն եք հիմա մեկնաբանում այդ իրերը։ Ես դեմ եմ նրան, ինչ է նա հիմա անում Արցախի հարցում։ Ինչ է անում։ Իսկ երբ որ Արցախ հանձնվում էր, ես ռազմաճակատում եմ, այդպես որ ես հիմա տվյալ դեպքում չեմ քննարկում ով ինչ է հանձնել,
Ես իմ Այդ դուք վիրավորված չեք զգում որպես ռազմաճակատում Մենք բոլորս ենք վիրավորված, բայց ես կրկնում եմ, ես այսօր Նիկոլ Փաշինյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև ես եկել եմ ուրիշ Պարոն պատճառով։ Խզմայլյան, այնուհանդերձ նրա մեկնաբանությունը դրոշներ այրելու մասով տարակուսանք առաջացրեց ձեր մոտ, թե ոչ, որովհետև երբեք երկրի ղեկավարի մակարդակով այդ ակցիային անդրադարձ չէր եկել, այն էլ քննադատական։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչի ասել, ես չեմ հետևել, բայց ես նույնպես դեմ եմ որևէ դրոշ այրելու, որովհետև մեր արժանապատվությունը եւ ապագա հաղթանակները դրոշ այրելով չէ, որ պետք է ուրիշ բաներ այրել եւ այդ բաները ես նկատի ունեմ վերացական իմաստով։ Մենք պետք է այդ կրակը մեր սրտում պահենք, այլ ոչ թե իրերի վրա վայրենիների պես հարցակվել, որովհետև դա Հիմա այն հազարավոր քաղաքացիները, որոնք որ այս տարիներ շարունակ 99 թվականից կարծեմ ջահերով երթը տեղի ունենում, այդ դրոշը այրում են խորհրդանշական իմաստ ունի, հա, ցույց տալով, որ մենք դեմ ենք։ Շնորհակալություն բացատրության համար։ Ես կրկնում եմ, դրոշ վառելը դա վայրենիություն է։ Մենք այլ կերպ պետք է։ Մենք պետք է դրոշը վառելը։ Թշնամու դրոշը չեն այրում, թշնամու դրոշը պոկում են հայրենիքից եւ թշնամու դրոշները այստեղ շատ են եւ ռուսների դրոշն են այստեղ ինձ Թշնամի են մեզ մեր ռազմավարական դաշնակիցն են եւ կառավարությունն էլ միգուցե ձեր դաշնակիցն է, իմը չէ։ Չէ, ես պետական պաշտոնյա չեմ, որ դաշնակցեմ։ Ես էլ պետական պաշտոնյա չեմ։ Բա ոնց է գործում, որ թշնամի անում։ Որովհետեւ մենք, եթե նկատել եք, բերեցինք ազգային ժողով բոլորովին այլ օրակարգ։ Մեր իրական դաշնակիցը եղել եւ մնում է Արևմուտքը, Եվրոպական միությունը։ Ինչ է արել Արևմուտքը, օրինակ, որ կանխի Արցախի հանձնումը, որ կանխի այս հազարավոր զոհերը, որ կանխի ցեղասպանությունը։ Դիմեք ինձ մեկ այլ օր, ես դասախոսություն կպատմեմ ձեզ, թե ինչ է արել մեզ համար Արևմուտքը եւ ինչ ենք մենք արել Արևմուտքի համար եւ ինչ է արել Ռուսաստանը։ Պատմական անցքերից այդ Արևմուտքի մասով նույն օրինակ Բրիտանիան, որի նավերը չեն կարողանում բարձրանալ մեր լեռները, մեզ դաշնակից են, թե դաշնակից չեն։ Եվ երբևէ որևէ հարցով օգնական Ես չգիտեմ որտեղ եք դուք կրթություն ստացել, բայց ասեմ ձեր Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն թերի է։ Քաղաք Չարենցավան, հետո Թերի է, ԵՊՀ։ որովհետև 1919 թվականին ինձ բրիտանական բանակն է մաքրել թուրքերից Կարսը եւ Նախիջևանը։ Երևի ձեզ դա չեն պատմել։ Բա ինչու հիմա Կարսն Նախիջևանը Հայաստանինը չեն։ Որովհետև Ռուսաստանն է հանձնել Կարսը եւ Նախիջևանը։ Դուք դա էլ չգիտեք։ Դուք դա էլ չգիտեք։ Գնացեք սովորեք։ Կներեք, ես Դա ձեր կարծիքն է, որ Ռուսաստանն է հանձնել, ինչ որ փաստ ունեք։ Այսինքն դուք չգիտեք, որ Նախիջևանը եւ Արցախը հանձնվել է Մոսկովյան պայմանագրով եւ հունիսի 6-ի կոմունիստական կուսակցության Ստալինի որոշմամբ դա Ռուսաստանը չէ։ Արևմուտքը ինչ էր անում այդ ժամանակ, որ Ռուսաստանը հանձնում էր, թողներ բռներ ձեռքեր, Արևմուտքը հզոր էր, չէ։ Կներեք։ Չէ կարող կանխել էլ, ես դեմ չեմ, որ չպետք է հանձնել, գուցե դուք ճիշտ եք ասում, բայց Արևմուտքը ձեր նշած ինչով է օգնել այս ընթացքում, օրինակ այս պայն օրինակ Կարելի է հիշեցնել ձեզ, որ 2020 թվականին, երբ որ հանձնվում էր Արցախը, Հայաստանը եղել է եւ մինչեւ հիմա մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Հա, ինչու է դա ինձ թույլ տալիս ասել, որ Ռուսաստանն է մեր գլխավոր ճշնամին։ Շնորհակալություն։ Ես կարող եմ գնալ։ Տեսություն։ Ապրես, ախպերս։